Հայկական քաղաքակրթության ձևավորման պատմաշխարհական պայմանները։ Խոսում ենք հայկական լեռնաշխարհի մասին, հայկական լեռնաշխարհը նաև ուրիշ ձև ասել են հայկական լեռնային երկիր կամ լեռնային կղզի։ Հայկական լեռնաշխարհի սահմանները հյուսիսում հասնում է Կուրկետ, հյուսիս-արևմուտքում հասնում է Պոնտոսի լեռներ, հարավում հասնում է հայկական Տավրոսի լեռնաշղթա և հյուսիսային Միջագետք։ Արևմուտքում հասնում է Փոքր Ասիա, արևելքում հասնում է Կասպից ծով, Իրանական Սարահարթ և Ուրմյա լիճ։ Հիմա կխոսենք հայկական լեռնաշխարհի բարձր գագաթների մասին։ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը Մասիսն է կամ Մեծ Արարատը, բարձրությունը 5165 մետր, երկրորդը Սիփանը 4434 մետր, երրորդը Արագածը 4096 մետր էր, և հետո չորրորդը Սիսը կամ Մեծ Փոքր Արարատը 3925 և վերջինը Կապույտ ջուղը 3906 մետր։ Հետո խոսենք հայկական լեռնաշխարհի լճերի մասին։ Առաջին լիճը, Ուրմյա լիճը, ամենաաղի լիճը, հիմա գտնվում է Իրանում, այնտեղ ոչ մի ձուկ չի կարողանում գոյատևել։ Երկրորդ լիճը, Վանա լիճը, նաև կոչվել է Բուզնունյան ծով, ունի 4 թերակղզի, ավելի 4 կղզի, Լիմ, Կտուս, Արտեր և Արթամար։ Արթամարում գտնվում է Սուրբ Խաչ եկեղեցին։ Լիճը ծովի մակարդակից բարձր է 1720 մետրով։ Այսօր գտնվում է Արևմտյան Հայաստանում։